Պետին մի քիչ շատ ավելի ծանր թեմա է եւ մի քանի շերտ է պարունակում։ Շերտ համար 1, որ բացահայտում է, որ մեր հասարակությունում ցավոք սրտի կան նման այլանդակություններ։ Եվ հասարակության խնդիրն է այդ քաղցկեղը, այդ խոցը մեր հասարակությունից վերացնել։ Երկրորդ շերտ, վեդու դեպքերը ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը միշտ չի որ adekvat է, իրավապահ համակարգը ամբողջությամբ լծված է քաղաքական հետապնդումներին եւ կեղծ շինծու մեղադրանքներով ինքը հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցների կարող է քրեական հետապնդման ենթարկել, բայց այնտեղ որտեղ կա իրական քրեական, այն էլ այլանդակ քրեական դեպք, ամիսներով կարող է այդ հարցով որը մատը մատին չխփել։ Անցնող 2 օրերին ազգային ժողովում գլխավոր դատախազ, քննչական ծառայության պետ, քրտինքը ճակատներին փորձում էին հիմնավորել, որ քննչական գործողություններն արվել են, աշխատել են, արդարացնում էին իրենց ամբողջ համակարգը, մինչև երեկոյան հայտնի դարձավ մարզի դատախազ, ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, քննչական ծառայության պետ, բաժնի պետեր, բոլորին շղկալով պաշտոններից ազատել են, որը խոսում է մի բանի մասին, որ նրանք թերացել են, իրոք թերացել են, կամ Նիկոլ Փաշինյանի կամակորությունն է, ես ավելի շատ ենթադրում եմ, որ իրականում թերացել են, իրականում հանցավոր անփութություն են դրսևորել, բայց դրա համար նրանք երբեք իրենց շեֆերի կողմից պատասխանատվությանի չէին ենթարկվի, որտեղ ծառայող մարդիկ են եղել, երեք հայտնի դարձավ, որ քննչական ծառայության պետը Արմեն Աշոտյանի գործով, քաղաքական հետապնդման գործով եղել է քրեական գործկարողը, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարբերաբար է լինում, անհավասարակշիռ կեցվածքով զոհեր է պահանջում։ Եվ ող անեն ականջներին բոլորը, քննիչ, ոստիկան, դատախազ, բոլորը, իրենք բոլորը, նույն ազգային ժողովի ամբիոնից ասել եմ բոլոր այդ ծառայությունների ղեկավարներին, բոլորը Նիկոլ Փաշինյանի կամակորության հետևանքով, ինչպես ասել եմ ազգային ժողովի ամբիոնից, պրոբկի պես թռնելու են։ Բայց նաև այստեղ կա Փաշինյանական ինքնապաշտպանական են հոտառություն բնազդը։ Հասկացա, որ հասարակության մեջ էլեկտրականացված մթնոլորտ է, որոշեց, որ զոհաբերումներ պետք է անի։